Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են և ամեն սերիայից հետո հեռուստադիտողները նորից ու նորից համոզվում են, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Պատմությունը մտել է իր ամենախորհրդավոր փուլը։ Գաղտնիքներ, որոնք տարիներ շարունակ թաքցված էին խավարում, այժմ սկսում են դուրս գալ ջրի երես։ Այս անգամ կենտրոնում Քաջիկն է, Արփիի հայրը, մարդ, ով տարիներ առաջ Սաքոյի ճնշման տակ մասնակցել էր այն համագործակցությանը, որը փոխեց շատերի ճակատագրերը։ Նա օգնել էր Սաքոյին սպանել ու թաղել Աշոտին, Հայկի հորը, բայց տարիներն անցել են, և խիղճը չի լռում։ Արփիի ողբերգական մահից հետո Քաջիկը կորցրել է կյանքի իմաստը։ Նա դարձել է իր անցյալի ստվերը, փակվել է ինքն իր մեջ, հարբում է, անընդհատ խոսում ինքն իր հետ։ Գյուղում բոլորը նրան խելագար են համարում, սակայն իրականում Քաջիկի խոսքերը գուցե հենց ճշմարտություն են, որին ոչ ոք չի ցանկանում հավատալ։ Քաջիկը գալիս է քաղաք հանդիպելու Սաքոյին։ Նրա խոսքերը ցնցում են։ Ես տեսել եմ Աշոտին, ինձ հետ խոսեց, աչքերն էլ նույնն էին։ Սաքոն, ինչպես միշտ, ամեն ինչ փորձում է շրջել հեգնանքի, անտարբերության և կոպտության մեջ։ Նա սառն ու կոպիտ արձագանքում է. «Քաջիկ, դու այնքան խմել ես, որ արդեն ուղեղը չորացել է։ Աշոտը մեռած է։ Հավանաբար դու Հայկին ես տեսել»։ Բայց այս անգամ Քաջիկը լռությամբ չի բավարարվում։ Նրա հայացքը դատապարտող է։ Նա հասկանում է, որ Սաքոն ոչ թե չի հավատում, այլ վախենում է, որ դա կարող է ճշմարտություն լինել։ Տարիներ առաջ Սաքոն Աշոտին համարում էր իր ամենամոտ ընկերներից մեկը, բայց մի պահ ամեն ինչ փոխվեց։ Աշոտը սիրեց Լալային, Սաքոյի քրոջը, իսկ Սաքոն դա համարեց խայտառակություն ու դավաճանություն։ Վեճն ավարտվեց ողբերգությամբ, Աշոտը սպանվեց, թե ինչպես մինչև հիմա ոչ ոք հստակ չգիտի։ Միայն Քաջիկն ու Սաքոնն են տեղյակ իրականությունից։ Սակայն հիմա Քաջիկի խոսքերը ցույց են տալիս, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Եթե Աշոտը ողջ է, նշանակում է տարիներ շարունակ ինչ-որ մեկը պահել է նրան, կամ ինքն է թաքնվել, սպասելով ճիշտ պահին վերադառնալու։ Հեռուստադիտողները համոզված են, որ Քաջիկի խոսքերը զուր չեն։ Վերջին դրվագներում մի քանի խորհրդավոր դետալներ նկատելի են, և հեռուստադիտողներն ուշադրությամբ հետևում են դրանց։ Ինչ կարող է սպասվել առաջիկա սերիաներում։ Աշոտի վերադարձը, եթե նա իսկապես ողջ է, ապա կփոխի ամեն ինչ։ Սաքոյի ողջ հեղինակությունը կփլուզվի, ի հայտ կգա նրա իրական դեմքը։ Հայկը կբախվի իր անցյալի ամենացավալի էջերին, հոր հանդեպ ունեցած կարոտն ու ատելությունը միախառնված կդառնան ուժեղ զգացում։ Լալայի կերպարը վերջապես կբացահայտվի։ Նա տարիներ շարունակ թաքցրել է մի գաղտնիք, որին ոչ ոք չի հավատում։ Քաջիկի խոստովանությունը դառնում է սերիալի հերթական շրջադարձային պահը։ Նա դարձել է մեղքի ու խղճի խորհրդանիշ։ Նա հարբած է, բայց նրա խոսքերի մեջ կա ճշմարտություն։ Նա կոտրված է, բայց հենց նա է լինելու այն մարդը, ով պատմությանը նոր կյանք կտա։ Բայց մի բան պարզ է. «Հարսնաձորի լեգենդը» դեռ չի բացել իր ամենախորը գաղտնիքները, և եթե իսկապես Աշոտը ողջ է, ապա առաջիկա դրվագները կլինեն ամենաուժեղն ու սպասվածը։ Նշենք, որ Արմոնն էլ ժամանակը բաց չի թողնում և ճիշտ ժամանակին հայտնվում է ճիշտ տեղում։ Նա հանդիպում է Քաջիկին ու նրանից կորզում ճշմարտությունը։ Ինչպես երևում է, Քաջիկը նրան պատմել է այն, ինչ տեղի է ունեցել անցյալում, որովհետև Արմոնը այնուհետև զանգահարում է ոստիկանություն ու ցանկանում է պարզել, որ տարիներ առաջ կատարված հանցագործությունը եթե ինչ-ինչ պատճառներով չի բացահայտվել, ապա ինչ է սպասվում այդ մարդուն, և այդ ամենը նա օգտագործելու է Սաքոյի ու Վռամի դեմ։ Սաքոն դեռ չգիտի ինչ օգց է տաքացնում իր ծոցում, և բնականաբար նրանց ունեցվածքի մեծ մասը հենց Արմոյի ձեռքերում է, և Արմոյի շարժումներից է կախված նրանց ողջ ունեցվածքի ճակատագիրը։ Իհարկե, Սաքոն էլ միամիտ չէ ու որոշել է այդ ամենի համար զոհաբերել դստերը, ինչպես տարիներ առաջ Լալային, հետո Արփիին։ Բայց Նարեն այդքան էլ խեղճ չէ, ինչպես Լալան կամ նույնիսկ Արփին։ Նա որոշել է պայքարել իր իրավունքների դեմ։ Կհաջողվի նրան, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Կգտնեն արդյոք նրան ճնշելու տարբերակներ։ Բնականաբար հայրը կփորձի ամեն կերպ ամուսնացնել Արմոյի հետ։ Բայց Հայկն էլ միամիտ չէ
է ու արդեն կամաց բացահայտում է, որ հայրն ու Սաքոն ինչ-որ կապ ունեն միմյանց հետ, որովհետև այն ժամացույցը, որը Նարէն տարել էր վերանորոգելու, Հայկին տվեց շատ հարցերի պատասխաններ և իհարկե առաջացրեց շատ հարցեր, թե ինչպես է այդ ժամացույցը հայտնվել Սաքոյի ձեռքում, չէ՞ որ դա իր հորն էր պատկանում, իսկ այժմ նա եկել է իր պատասխանները ստանալու Սաքոյից, հավանաբար Սաքոն մի սուտ կհորինի ու Հայկին կխաբի, իսկ Հայկը կհավատա, թե ոչ, ցույց կտա ժամանակը, մինչև կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն, իսկ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե ինչ եք կարծում, արդյոք Աշոտը իսկապես ողջ է և շատ շուտով վերադառնալու է և ինչ է նշանակելու նրա վերադարձը Սաքոյի ընտանիքի համար։